Մեր տոնական եթերը շարունակում է եւ արդեն մենք անհամբերությամբ իհարկե ընդունեցինք մեր հաջորդ կարևոր հյուրերին, ովքեր նրանք իմանանք մի փոքր ավելի ուշ, բայց այն գործը, որը լսեցինք, դիտեցինք, պատահական չէր մեր եթերում ու այստեղ մեզ հետ այս ֆանտաստիկ գերշքեղ տաղավարում հենց այդ երիտասարդն է, որը որ գնացրեց Վրաստանը, բայց իր հետ է նաեւ եկել եւ ամբողջ Եվրոպան։ Այո, իր հետ է եկել իր սենսեյը, մենթորը, ուչիցելը, ինքնուսմկամսամոլկը սպортсменка Просто красавица. Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Զարուհի Բաբայանն է մեր հյուրը եւ Ալբերտը Արևիկը տվեց։ Մտար լուսավորեցիր այստեղ ամեն բան։ 2025 թվականը ձեր համար շատ խորհրդանշական էր, որովհետեւ դեկտեմբերի 9-ին դուք ձեր եւ ձեր ամուսնու համար Հովանեսի համար շատ կարեւոր 25 տարի միասին դա ֆանտաստիկ է, թե իրոք հնարավոր է իսկապես։ Ու փաստորեն ստացվում է որ հնարավոր է։ Նախ ես անչափ ուրախ եմ, որ այսօր այստեղ եմ եւ առիթ ունեմ զրուցելու ձեզ հետ այս նախատոնական եւ այս լավ տրամադրության, որտեղ շատ եմ սիրում ամանորը եւ իսկապես 2025-ը ինձ համար շատ առանձնահատուկ տարի դարձավ։ Ինչպես նշեցիք, 25 տարի միասին դա երջանկություն է, երբ դու ապրում ես մի մարդու կողքին, ում հետ կիսում ես ուրախություն, տխրություն եւ ուղղակի քո կյանքը, որը դարձնում է նա ավելի լավը։ Ես անչափ ուրախ եմ, որովհետև այս տարի իմ աղջիկը գտավ իր սերը եւ ամուսնացավ, որը ինձ համար եւս դարձրեց այս տարին շատ խորհրդանշական։ Ես անչափ ուրախ եմ, որովհետև մենք Ալբերտի հետ միասին իհարկե վերջին 4 տարիների ընթացքում այսպես գնում ենք դժվար ճանապարհով, բայց հաղթանակներով լի ճանապարհով եւ 2025-ը իսկապես, ինչպես ասեցիր, սենց կմփցրեց։ Ես մեկ մտածում ասում եմ ոնց Զարուհի Բաբայանը շուտով դառնալու է տատիկ ամենաշքեղ տատիկն եք դուք լինելու։ Ես պատրաստ եմ։ Սկորը։ Ես պատրաստ եմ։ Ես անչափ ուրախ կլինեմ, որտեվ լինել երիտասարդ գեղեցիկ տատիկ, դա կարծում եմ շատ ասենց հաճելի փաստ է։ Եվ ես անչափ երջանիկ եմ, որովհետև ես ունեցա շատ գեղեցիկ տարեդարձ, եւ ինչպես ասում էի Ալբերտին, ինձ համար լավագույն նվերը իմ ծննդյան օրվան կլինի քո կատարյալ ելույթը, որի համար իրեն շատ շնորհակալ եմ, որովհետև ինքը ուղղակի փայլեց բեմում եւ ինքը անչափ սիրվել է եւ այսպես կարծես տարին ավարտվեց հենց դրանով, որ Ալբերտը այդ շքեղ ելույթով եւս մեկ անգամ, բայց իհարկե դա մեկ անգամ չէ, այնուամենայնիվ Հայաստանի պատիվը բարձր պահեց եւ այսօր որպես brave heart, քաջ սիրտ իրեն ճանաչում են Եվրոպայում եւ աշխարհով մեկ, ինչի համար որ անչափ շնորհակալ եմ։ Այդ իհարկե այդ էմոցիաների մասին Ալբերտը կպատմի, բայց ես իմ կողմից ուզում եմ ասել, որ աննկարագրելի են այդ էմոցիաները։ Ես ամեն անգամ ուղղակի այսպես սրտատրոփ սպասում եմ Ալբերտի ելույթին եւ ամեն անգամ մտքումս ասում եմ շնորհակալ եմ Աստված այս գեղեցիկ օրվա համար եւ շնորհակալ եմ այն ամենի համար իմ կողքին ինչ կատարվում է։ Հրաշալի է։ 2025 թվականը քո կարիերայում, այսպես ասած, բեկումնային էր։ Ուզում եմ ամփոփես, պատմես քո էմոցիաներից, կիսվիր մեզ հետ։ Այո, 2025-ը կարծես իմ տարին լիներ։ Բազմաթիվ հաջողություններ եմ այս տարի ունեցել մրցույթներում, թե Հայաստանում, թե Հայաստանից դուրս, սկսած Մոսկվայում, Բարշայ սցենամրցույթին, Կրեմլիում ելույթ ունեցա նաև այս տարի մանկական ձայնում առաջարկ ստացա մասնակցելու, սովորեցի 3 ամսում ֆրանսերեն եւ մասնակցեցի այդ մեգա նախագծին եւ իհարկե ամենակարևորը մանկական Եվրատեսիլին մասնակցեցի, ինչը իմ շատ մեծ երազանքներ։ Ինչպես ասում ենք 6 տարվա երազանքներ, որտեղ Ալբերտը 6 տարեկանից երազում էր, որ մի օր կանգնելու է այդ բեմում։ Երազանքներն իրականանալու հատկություն ունեն, այո, սիրելի հեռուստադիտողներ։ Ալբերտը շատ յուրահատուկ տիպ է, այդպես պետք է ասեմ, որովհետև որքան մենք մտածում ենք, հա, խոսում ենք երեխայի հետ, բայց չնայած որ այս սերունդը, նոր սերունդը բոլորն են այդպես համարձակ, ուժեղ, կայացած, գիտեն ինչ են ուզում, գնում են առաջ, չեն հանձնվում, չեն վախենում, չեն ամաչում, այլ գիտեն ինչ է պետք իրենց ու մեր ապագան հենց իրենց ձեռքերում ու ես վստահ եմ, որ մենք կունենանք ֆանտաստիկ Հայաստան հենց նրանց շնորհիվ, բայց նա միշտ խոսում է երազանքների
մասին, ու նա իր երազանքների նպատակների հետևից գնացող երեխա է, այսինքն չի սպասում, կարող է մաման, պապան, դուք, Ալիսան ու Նարեկը ուղղորդում են քեզ, օգնում են քեզ, խորհուրդ են տալիս, բայց դու կարող ես քո կարգախոսն է, հա, երազանքների նպատակների հետևից գնալ, չվախենալ, դու կարող ես մի շաբաթում 10 երգ սովորել, եթե չեմ սխալվում։ Այո, այդ հերոսությունն էր անկեղծ ասած։ Երևի թե ես կարճ այդ դրվագը պատմեմ, Ֆրանսիայի Voice-ին երբ պիտի մասնակցեր, ոնց որ չէին կարողանում հասկանալ ինչ երգ պիտի ինքը ֆինալում երգի եւ պարբերաբար ասում էին ուղարկեք մեզ մի քանի երգ Ալբերտի կատարմամբ, որոնք որ դուք նախընտրում եք, որ հնչեն ֆինալում, մենք այդ սովորում էինք այդ երգերը, վիդեո էինք անում, ուղարկում էինք, մեկ էլ ասում էին, վայ, չէ, գիտեք, այս երգերը չէ, կլինի մի 5 երգեր էլի ուղարկեք, նորից էինք Ալբերտի ու այդ երգերը ուղակի երգեր չէին, բոլորը sense մեգա երգեր էին, մեծ դիապազոններով, մեծ դիապազոնով, ու Անահիտը կհասկանա ինչի մասն եմ ես խոսում, մենք էլի սովորում էինք այս երգերը, ականջողը նույնիսկ չդիմացավ ձեր էներգիային։ մենք նորից սովորում էինք այդ երգերը եւ ուղարկում ենք, իրենք ասում են, չէ, կներեք, կարելի է մենք ուղարկենք հիմա այլ երգեր, ու այդպես մոտավորապես 5 երգ ուղարկեցին։ Էլի իրանք 5 երգ ուղարկեցին, ու այսպես Ալբերտ ամեն անգամ ասեց ասում էի լավ չասես Ալբերտ նորից երգեր են ուղարկել։ Ես իրա տեղը արդեն եղել ինքը ոչինչ ընկեր առաջ մտածեք ես կսովորեմ։ Սովորում էր ամեն անգամ ուղարկում էինք եւ վերջում որը Վերջում ընտրվեց Celine Dion-ի My Heart Will Go On երգը։ Շատ դժվար երգ։ Այո, եւ ֆինալում հենց այդ երգով ներկայացա եւ իսկապես ես վայելել եմ այդ ելույթը եւ ընդհանրապես այս տարին բոլոր մրցույթներում ես շատ տարբեր էմոցիաներ եմ ստացել եւ իսկապես այո նոր շրջապատ, նոր շատ ընկերներ եւ այս տարին ինձ համար անմոռանալի տարի է եւ ես միշտ հիշելու եմ։ Թող բոլոր տարիները քեզ համար այդպեսին լինեն, որտեղ դու իսկապես ֆանտաստիկ արտիստ ես։ Չգիտեմ, շատ հպարտանում ենք քեզնով։ Ֆրանսիայում երբ ինքը ընդգրկվեց Պատրիկ Ֆյորիի խմբում, իհարկե բոլորս ուրախացել էինք, որովհետև ինչպես ասում են, արունը կանչում է, եւ այդ փորձն էլ, այդ ծանոթությունը, այդ շփումը իհարկե հետ կթողնի եւ անմոռանալի հիշողություններ վստահ եմ Ալբերտի մտքում, եւ մենք շատ ուրախ էինք, երբ Պատրիկ իրեն Եվրատեսիլից առաջ իր ուղերձը ուղարկեց, վիդեո ուղերձով շնորհավորեց Ալբերտին, մաղթեց նրան հաջողություն, բոլորս այսպես ոգևորված էինք առաջին հերթին Ալբերտը, ես չգիտեմ ինչու, բայց վստահ էի, որ Պատրիկը ինչ-որ այդպիսի մի բան կանի, որովհետև ինքը շատ էր սիրել Ալբերտին եւ ինչպես ինքն է նշել էր, իրենց ընկերությունը եւ իրենց շփումը այդ նախագծով չի ավարտվի, ես հուսով եմ, որ ինքը մի օր նաեւ Պատրիկի հետ կանգնած կլինի բեմում եւ այսպես քայլ առ քայլ մենք միասին կգնանք դեպի մյուս երազանքները, որովհետեւ ինչպես նշեցիք մենք շատ ենք խոսել երազանքների մասին եւ միշտ ասում էի, գիտես, ամենակարևորն այն է, որ դու չնստես սպասես, որ ինչ-որ մեկը քո երազանքները կատարելու է, ամենևին։ Եթե դու չանես դրա համար ոչ մի բան, քո երազանքները այդպես էլ կմնան, ուղղակի երազանքներ։ Եվ մենք շատ ենք առհասարակ խոսում այդ թեմայի շուրջ եւ կարծում եմ հենց դրա համար էլ Ալբերտի երազանքները արդեն սովորություն ունեն կատարվելու, այո, որովհետեւ եթե մի տղա 11 տարեկան տղա կարող է 3 ամսում սովորել ֆրանսերեն, ես կարծում եմ դա այո, ֆանտաստիկ է եւ ամեն մի երեխա չեր անի դա, ու դրա համար գտնում եմ որ ինչքան նվիրված է իր գործին, բեմին եւ գտնում եմ որ այո, ինքը արժանի է նրան, ինչ այսօր ունի եւ այո, ես գտնում եմ որ ինքը արժանի է այդ բեմում կանգնել եւ ներկայացնել Հայաստանը։ Դե ինչ, 2 օրից այսօր էլ եթե հաշվենք, արդեն 3 օրից հա կճանապարհենք 2025-ը, հիմա ձեր երեխաները մեծացել են, գտել են իրենց տեղը այս կյանքում, ձեր որդին սովորում է Չինաստանում, երևի տարվա մեծամասնությունը նրա անցկացնում է Չինաստանում, ու ես գիտեմ դուք նույնիսկ որքան էլ վստահել եք նրան, բայց գնացել եք Չինաստան, որ տեսնեք թե որտեղ է սովորում ձեր որդին, ինչ պայմաններում, ու հանգիստ հետ եք եկել։ Վստահ եմ բազմիցս նաև մտքերով sense հետ եք գնում տարիներ հետ, երբ որ հիշում եք ձեր երեխաներին փոքր, հիշում եք այդ ժամանակվա ամանորը։ Հիմա նրանք մեծացել են արդեն ու ամանորի համն ու հոտն ու գույնն էլ է մի փոքր փոխվել, չէ՞, իրենք ավելի հասուն են, այդ ինչն եք կարոտում այն հին նոր տարուց։
Երևի թե այո, հենց այդ պահը, երբ դու այդ ամանորի գիշերը սպասում ես, մեզ մոտ կրկնակի տոն էր, քանի որ Սոֆին ծնվել է հենց նոր տարվա գիշերը, եւ 31-ի գիշերը 12:20 եւ մենք երբ դիմավորում էինք ամանորը, իրենք այսպես հաճկերով սպասում էին իրենց նվերներին, որից հետո մենք այսպես նայում էինք ժամին 12:20 շնորհավորում էինք Սոֆիին։ Այո, հիմա իհարկե մի քիչ փոխվել է, որովհետեւ երեխաները տանը չեն, ցավոք Գոգայի ամանորը չի համապատասխանում հայաստանյան ամանորին, իրենց ավելի ուշ է սկսում եւ արձակուրդներն են նրա ուշ սկսում, այսինքն մենք տանը արդեն առանց երեխաների ենք դիմավորում, այդ մի քիչ տխուր փաստ է։ Բայց երբ ես մտածում եմ դրա մասին, որ իրենք գտել են իրենց ճանապարհը, իրենց ուղին, իրենց սերը, ես մտածում եմ, որ իրենք երջանիկ են եւ դա ինձ ուրախացնում է։ Այնպես որ ես ուզում եմ, որպեսզի 2026-ը բոլորի տներում բերի միայն խաղաղություն, երջանկություն, ժպիտներ, սեր։ Ես ուզում եմ, որ մարդիկ իրար շատ նվիրեն սեր, շատ։ Դա շատ կարևոր է, երբ դու կարողանում ես նվիրել այդ սերը, դու քո հոգում շատ բարի անում ես եւ դու քո հոգում շատ ավելի խաղաղ ես ապրում։ Այդ ամենակարևորն է ստիս։ Դեռ կարող ենք փաստել, որ եթե երեխաները, այսինքն դե հիմա արդեն ձեր գեղեցկուհին գտել է իր երկրորդ կեսին, ձեր որդին Չինաստանում է, դա նշանակում է, որ շատ ուտեստներ արդեն չեն պատրաստվում ու բացակայում են ձեզ։ Չէ, մեկը մյուսի հետ կապ չունի։ Պարտադիր պետք է լինի։ Այս մարդիկ մի քիչ ուրեր են նույնիսկ այն ուտեստներ, որոնք ձեր երեխաները սիրում են, դրանք միշտ կան։ Այո, որովհետև ամեն վայրկյան երեխաները կարող որ մաման։ Չէ, դուք էլի։ Շատ լուրջ հայտարարություններ են սա։ Ես տենց առանձնապես ես ավելի շատ սիրում եմ համով բաներ ուտել։ Բայց չէ, իրականում ամանորի համար ես էլ եմ շատ ակտիվ մասնակցում այդ սուպրասեղան ունենալու process-ին, աղցաններ, սացիվի, շատ սիրում ենք, որը պարտադիր է։ Մենք ավանդական հայկական ցանկացած ընտանիքի պես ենք։ Մենք սիրում ենք, որ պասուստոլմա կա մեր սեղանին, մենք սիրում ենք, որ սացիվի կա մեր սեղանին, մենք սիրում ենք, որ տարբեր համեղ բաներ կան։ Իհարկե մենք այդ համեղ բաներին կարծում եմ անդրադառնում ենք ոչ թե հենց ամանորի գիշերը, այլ հաջորդ օրերի ընթացքում, որտեղ մեզ մոտ շատ բուրըն ակտիվ ամանորյա շաբաթ է լինում, այնպես որ ես ինքս միշտ ավելի սիրել եմ համով բաներ ուտել։ Իսկ դու Իսկ դու մասնակցում ես ամանորի սեղանը գցելու։ Ինչն ես ամենաշատը սիրում, երբ որ նոր տարին գալիս է, ամենաշատ կարևորը ինչն է քո համար։ Դե սիրում եմ ընդհանրապես տրամադրությունը ամանորյա եւ սիրում եմ, որ ամանորը Այո։ Նույնպես նվերները եւ սիրում եմ, որ հրաշքներ են կատարվում, ամանորի հետ գալիս է հրաշքներ եւ ամանորյա գիշերը բոլոր մանուկները եւ բոլորը շատ երջանիկ են իրենց ընտանիքի։ Այո, պահում են երազանքներ եւ նրանք նույնպես հույս են ունենում, որ մի օր իրենց երազանքները կիրականանա։ Իսկ ինչ ես ուտել սիրում, հա։ Այդ ես չգիտեմ, էլի ինձ էլ է հետաքրքիր։ Ալբերտ ընդհանրապես ուտել չի սիրում, ասեմ, ձեզ իրա թշերին մի խապնվեք։ Ուտել չի սիրում, ես մեկ ասում եմ դու ինչ ես ուտում։ Ջերություն ու բարությունն է։ Հա, այդ բայ բարությունն է։ Իդեպ բարության մասին, երբ արդեն Ալբերտը ընտրվել էր, որպեսզի ներկայացներ մանկական Եվրատեսիլը եւ հանրայինի թիմը աշխատում էր արդեն երգի ստեղծագործության վրա, տեսահոլովակի վրա եւ եկան այն եզրահանգման, որ պիտի ոչ թե տեսահոլովակ լինի, այլ անիմացիոն ֆիլմ պիտի լինի։ Շատ հետաքրքիր միտքեր իսկ հապաս։ Այո, եւ այդ կերպարը ստեղծվեց հենց Ալբերտի հետ շփումից հետո եւ իրենք հասկացան, որ Ալբերտը իր մեջ այդ բարությունը, այդ անմեղությունը, այդ մանկական երազկոտությունը ունի եւ երբ ես նայում եմ տեսահոլովակը, ես հասկանում եմ, որ իրականում հենց ինքն է այդ տեսահոլովակի մեջ եւ այնքան հետաքրքիր է, մարդիկ ինչ շատ են հարցնում, այ ինչպիսին է իրականում Ալբերտը, որովհետեւ իրենք ստացել են կարծես թե տպավորություն Ալբերտի մասին ինտերվյուներից այդ տեսահոլովակից, իր երկածից եւ ասում եմ, այ դուք ինչպիսին է, այ ո՞նց եք պատկերացնում այդ կերպարին, որ այդ մուլտի մեջ է, այ Ալբերտը հենց այդպիսինն է, այսինքն ինքը հենց այդ բարի 12-ամյա ընկերասեր, անհոգ, բայց միևնույն ժամանակ շատ խիստ պրոֆեսիոնալ։ Շատ խիզախ էր առումով, որ ինքն էլ է փորձում աշխարհը փոխել, բարություն սփռել եւ ինքը իրապես այդպիսինն է։
դա ինքը ոչ մի բան չի խաղում։ Ինքը այնպեսին է, ինչպեսին է կա։ Եվ կարծում եմ դա եւս իր հաղթանակներից մեկն է։ Կարծում եմ հեռուստադիտողը զգում է։ Այո։ Fake էներգիան, այսպես ասած կեղծ էներգիան, բայց դու այնքան լավն ես, որ Դա բայց ես նաև ուզում եմ ավելացնեմ, գիտեք ինչ, այս ընթացքում մտածում եմ, որ Ալբերտը միակ երեխան չի, որ դուք շփվում եք ու դուք նոր բաներ ունեք սովորելու, որ վստահ եմ, անկախ նրանից որ երեխաները ձեզանից են սովորում, բայց այս նոր սերնդից էլ շատ բան ունենք մենք սովորելու իրականում ու Ալբերտի կողքին ձեր սաների մեջ շատ տաղանդավոր երեխեք կան, վստահ եմ։ Ու այո, մենք ճիշտ ենք նկատում, որ այս նոր սերունդը ուրիշ է, լավ, այդ ուրիշ բառը տակ այնքան բառեր է թարգմանել։ Չէ, իրականում այդ սերունդը ուրիշ է։ Նախ իմ դպրոցում իսկապես երեխաները շատ են եւ տաղանդավոր երեխաները շատ են, նույնիսկ Եվրատեսիլ մեկնելուց առաջ մեր երեխաներից մեկը Բարիսը մեկնեց Վրաստան, էլի միջազգային մրցույթի, որտեղ գրավեց առաջին տեղը եւ ես հիշում եմ շատ լավ, մենք Ալբերտի հետ էինք, մեքենայի մեջ էինք եւ այդ լուրը հասավ մեզ, որտեղ չէինք կարողացել Վրաստան գնալ եւ Ալբերտը իրեն շնորհավորեց եւ ինքը շատ ոգևորված էր, որովհետեւ կարծում եմ շատ երեխաների համար Ալբերտը այսպես օրինակ եւ ստիմուլ էր, այսպես ինչ որ դրթիչ բան ուներ, ուժ ուներ իր մեջ եւ իրենք շատ երջանիկ էին եւ ես էլ եմ նկատում, որ այս սերունդը շատ տարբերվող է, որովհետեւ իրենք իսկապես գիտեն ինչ են ուզում, գիտեն ինչի են ուզում այդ երազանքին հասնել, հասկանում են, որ այդ երազանքին հասնելու համար պիտի ջանք գործադրեն եւ այդ ամեն ինչը ուղակի չի, պատահական չի։ Եվ ես ինչ որ սովորում եմ իրենցից, եւ առաջինը հենց այդ է, երբ ես նայում եմ իրենց, ես հասկանում եմ, որ այ մի բան իմ մեջ պակաս էր, երբ ես իրենց տարիքում էի։ Դա այ հենց այդ վստահությունն էր։ Ես միշտ մտածում էի, կարող է ես ինչ որ մի բան այնպես չեմ անում, իսկ կարող է ես ինչ որ մի բան քիչ եմ անում, իսկ կարող է տենց այդ պետք չէր անել։ Կասկածամտությունը շատ էր, այդ վախերն էին շատ, անվստահությունն էր շատ։ Հիմա իրանք այդպիսինը չեն, վախ հասկացողությունը շատ հետին պլանում է, այսինքն իրանք վախ չունեն, սա չի ստացվում, կփորձեմ սա, նույնիսկ մասնագիտական առումով ոնց է այսօր իրենք ավարտում են կամ ունեն ցանկություն ինչ-որ մի բան անելու, մեկը տեսնում ես մի տարի տեսնում ես, չէ, ես հասկացա, որ այս մասնագիտությունը իմ համար չի, ես կփորձեմ ուրիշ մասնագիտության մեջ ինձ, ու իրենք դա ռիսկով են անում։ Մենք, որ այն ժամանակ մտածեինք, որ ընտրած այդ մասնագիտությունը պիտի փոխես ուրիշ բան, ինձ համար այդ ինչ-որ ֆանտաստիկայի ժանրից էր։ Ես կնեք պիտի ասեմ, բայց մենք ռետուզի դեմնու հետո չէինք տարբերում այս տարիքում։ Անկեղծ ուր մնաց մենք մտածեինք կամ Billie Eilish-ի պլաստինկա ունենք, ասենք վայ ոնց մեծ հաճույքով նույնիսկ գիտենք որ կարելի է տենց բաներ մյուզիկ տարբերել։ Այդպես ինքնակնդատորեն դու լավ մյուզիկ լսել ես, որովհետև դու Մոլիտվինի որդին ես։ Դե մեր տանը միշտ լավ երաժշտություն հնչել է, չէ, բայց նա ես հիմա մտածում եմ Ալբերտի կողքին շատ երեխաներ կան, ցավոք սրտի որ հարցնում օրինակ ինչ եք սիրում, ինչով եք զբաղվում, ասա ժամանակ բան, իրենք կարող ասեն դե կոմպյուտերային խաղեր, դե տենց բան բացին որ նա այս իր գրաֆիկի մեջ հասցնում է գնալ լողի։ Դե ասա օրինակ դու ինչ ես սիրում։ Բացի երաժշտությունից։ Դե բացի երաժշտությունից իհարկե։ Դե լողը գիտենք, այդ քո։ Սիրում եմ գրքերը կարդալ շատ։ Զգացվում է դա։ Բայց իրոք։ Վինիլներ եմ սիրում հավաքել շատ տարբեր արտիստների եւ կարծում եմ, որ վինիլային նվագարկիչով ավելի բնական է ձայնը։ Ահա։ Եվ մեզ էլ Վրաստանում ասում էր, որ ասում էինք Ալբերտ մենք մի ժամով դուրս գանք, ասում հա դուրս եկեք հանգիստ, մենակ վինիլներով վերադարձեք։ Ով է քո ամենասիրելի արտիստը։ Billie Eilish-ն է իմ ամենասիրելի արտիստը եւ գրեթե բոլոր վինիլները ունեմ Billie Eilish-ի։ Մի հատը չենք կարողանում գտնել։ Դե դու կգտնես ամեն բան։ Նա ասա որն է, կարող է հեռուստադիտողներից մեկը քեզ ուղարկի ամանորյա նվեր, այն երազանքների կատարվելու պահով առիթ կա։ Այո, հնարավոր է։ Որն ասա When we all fall asleep, where do we go ալբոմն է։ Լսեցիք, հայերեն համար ցեք մեկ եթե բան չհասկացաք։ Շատ երկար ու բարդ էր, չէ։ Բայց շատ վստահ է։ Ու շատ երեխաներ հիմա նայում են քեզ, երեխաներ ովքեր որ վախենում են գնան իրենց երազանքների նպատակների հետևից, ցանկությունների հետևից, այդ խիզախությունը իրենց պակասում, ինչ կմաղթես իրենց։ Կմաղթեմ, որ 2026 թվականին նրանք չվախենան իրենց երազանքներից, միշտ վստահ լինեն, որ անպայման մի օր կկատարվի իրենց երազանքը եւ
այդ երազանքը փորձեն նպատակ դարձնել, շատ աշխատեն, ջանասիրաբար եւ ամեն ինչ անեն, որպեսզի իրենց երազանքը իրականանա, անկախ դժվարություններից ճանապարհին։ Կեցես, իսկապես։ Մեր հերոստատողը մեր հաջողորդին շնորհավորելով։ Ես Ալբերտը խոսում էր եւ ասում էր իր ցանկությունների մասին, ես ուզում էի երևի թե հաստատել այդ փաստը։ Գիտեք, Ալբերտը ունի շատ լավ ծնողներ, ովքեր որ շատ այսպես սարի պես կանգնած են Ալբերտի կողքին եւ ամեն ինչ անում են, որպեսզի իրեն զավակի երազանքների կատարածվեն, բայց իմ շատ սիրելի երեխաներ, եթե դուք ունեք երազանք, դուք պիտի գնաք այդ երազանքի հետևից, դուք պիտի ամեն ինչ անեք, որպեսզի ձեր երազանքը կատարվի, որովհետև դուք պետք է առաջինը անեք այնպիսի բաներ, որ ձեր ծնողները հավատան ձեզ։ Ոչ թե ուղղակի, ես ուզում եմ, կանեք ինձ համար, չէ։ Դուք ինքներդ պիտի անեք ձեզ համար ամեն ինչ, որպեսզի ձեր երազանքը դառնա իրականություն։ Եվ ես ուզում եմ, որ խաղաղություն լինի մեր երկրում, որովհետև եթե մենք խաղաղ ապրենք, մենք շատ լավն ենք, մենք շատ տաղանդավոր ենք, մենք շատ բաների կհասնենք եւ շատ արագ։ Այնպես որ թող 2026-ը լինի խաղաղության տարի, բարության տարի, սիրո տարի, սիրեք միմյանց, ինչպես ասացինք եւ կարծում եմ այդ մասին հոգնել պետք չի, անդադ պետք է ասել։ Ես հուսով եմ, որ 2026-ը հենց այդպիսինն էլ կլինի։ Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Զարուհի Բաբայանն էր մեր հյուրը, շնորհակալ ենք ու քեզ կխնդրեմ, երբ որ դուրս գաս ստեղծում ընդհանրապես, երբ որ տանից դուրս ես գալիս, մեր մռայլ իրականության մեջ, երբ որ քայլում ես քո սիրուն ժպիտով, մաքսիմալ շատ ժպտա ու վարակի բոլորին, որովհետև դրականը պակասել է։ Շնորհակալ ենք քեզ Ալբերտ, ձեզ լավ օրվա շարունակություն ու լավ թույն կժական տոներ։ Շնորհակալ։ Իսկ այս պահին մենք ընդհանրում ենք տեսահոլովակով, երաժշտական դադար, ինչից հետո կվերադառնանք եւ կշարունակենք։